Մարդու անունն ու ժողովրդին տված խոսքն ավելի բարձր է, քան որևէ այլ բան։ Այսպես է արձագանքում Վարդան Ղուկասյանը Մարտուն Գրիգորյանի երկար սպասված խոսքին։ Իր համար շատ ճիշտ է արվել եւ իր ընդրած ժողովրդի նկատմամբ։ Հնգորյա լռությունը ուրբաթ կեսօրից հետո խախտեց Մարտուն Գրիգորյանը, հայտարարելով, որ Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետ դառնալու համար կտա անհրաժեշտ ձայները։ Կքննարկենք, կտեսնենք, ինչ է պատահել, կարելի է միասին աշխատել մեծ հաճույքով։ Իսկ հնարավոր է, որ մինչև ապրիլի 16-ը Գյումրիի ավականու առաջին նիստը քաղաքապետի այլ թեկնածու առաջադրվի ընդդիմությունից։ Կոմկուսի քաղաքապետի թեկնածուն հիշեցնում է նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ հետընտրական օրերին իր ասածը. Աշխարհում կա մի բան, ով շատ ձայն է հավաքում, նրան են միանում։ Այդ բաներին, ինչպես խապսերին, մապսերին, բաներին, ձիու քայլերին, բաներին, ես ընդհանրապես այդ ճանապարհով չեմ ապրել։ Ես ապրել եմ ուղիղ, շիտակ։ Առաջին փոխքաղաքապետի հարցում Կոմկուսում որոշում ունեն։ Երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնը ըստ Վարդան Ղուկասյանի պատրաստ է տալ իրեն միացած մյուս 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից որևէ մեկին։ Առաջի փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Սարաքելյանը։ Օրինակ Ռուբենին, որպես մշակույթի ներկայացուցիչ, առաջարկում եմ հենց իրեն հիմա մշակույթի բաժինը ինքը ղեկավարի, շատ լավ կլինի, ես լավ կզգամ, որ ինքը ղեկավարի, աշխատենք միասին։ Չորրորդ անգամ քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրած Ղուկասյանը գիտի, որ ծանր օրեր են սպասվում, երբ վերադառնա իր կառուցած քաղաքապետարանի շենք։ Ասում է գիտակցում է, որ Հայաստանի գործող իշխանության հետ դժվար է լինելու աշխատելը։ Ընդդիմադիր հայացքներ ունեցողները Նիկոլ Փաշինյանի աչքի լույսը չեն։ Ես պահելու եմ սուբորդինացիան։ Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ։ Ինչ ձև իրանք պահեցին, նույնը ես եմ պահելու։ Քաղաքական առումով ես իրանց քաղաքականությունը չեմ կիսում, իրենց հետ համամիտ չեմ, իրանց հետ դեմ եմ։ Բայց քաղաքի հետ խնդիրների հետ կապված քաղաքի եւ պետության շահերի հետ կապված, ուրեմն եթե որևիցե մի խնդիր լինի, կպահեմ ճիշտ։ Եթե ոչ, կբարձրաձայնեմ, թող ամբողջ երկիրը իմանա, թե ոնց են պահում ընդդիմադիր տեխնազոյի ու քաղաքի նկատմամբ։ ԿՊԱ-ականների հնարավոր մանդատագողությունից չի վախենում Գյումրիի նախկին քաղաքապետը։ Վստահ է, իր թիմում նավը չկան։ Մենք ավելի շատ իրանցից կտանենք, քան իրանք մեզանից։ Ուրեմն ես այդքան թույլ մարդ եմ, հա։ Հələ դու ինձ նայի, աբրացիս նայի բան։ Ուրեմն ԿՊ-ն կարող ինձանից մարդ տանի ու մենք իրանցից չենք կարող տանել։ Այն, որ լարված է լինելու մթնոլորտը Գյումրիում ապրիլի 16-ին ավականու առաջին նիստի օրը, շատերն են կանխատեսում։ Վարդան Ղուկասյանը հանդարտ տոնով հորդորում է բոլորին հանգիստ լինել։ Այդպես օրեր ենք անցել, հանգիստ եղել։ Էդգար Ղուշչյան, Ալեքսանդր Սարգսյան, Արտյոմ Ադամյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։